Եվրոպան արագ մտնում է մի նոր, իր սեփական պաշտպանական հենքը կառուցելու, ուժերը համադրելու, ռազմարդյունաբերական ու տեխնոլոգիական կարողությունները մեկ համակարգի մեջ հավաքելու փուլ առանց Միացյալ Նահանգների, բայց Ուկրաինայի հետ, որն այդ նոր անվտանգության ճարտարապետության առանցքն է, իսկ սա իր հերթին նշանակում է, որ Եվրոպայի համար սահմանների անվտանգությունն այլևս սովորական դեկլարացիա չէ, այլ կոնկրետ համակարգ, զորքի շարժունակություն, օդային պաշտպանություն, կիբերանվտանգություն, էներգետիկ կայունություն, ենթակառուցվածքների պաշտպանություն։ Հենց այստեղ է Հայաստանի բացառիկ հնարավորության պատուհանը։ Հայաստանը կարող է եւ պետք է միաժամանակ պահի ուժեղ հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության հիմքով եւ պետք է խորացնի եվրոպական օրակարգը ռազմավարական համագործակցության տրամաբանությամբ։ Մենք մեկ տարի է ունենք Եվրամիությանն անդամակցելու գործընթացը մեկնարկելու մասին օրենքն ու հանրային մանդատը ու դեռ չունենք գործնական ճանապարհային քարտեզ, թե ինչ ենք առաջարկում Եվրոպային, ինչ ենք ստանձնում, ինչ ենք արագացնում ներսում պաշտպանական կառույցների արդիականացումից մինչև իրավական ու տնտեսական համապատասխանեցում։ Մեծ Եվրոպան սկսում է կարևոր քննարկումներ իր անվտանգության նոր համակարգի ձևավորման շուրջ, եւ սա Հայաստանի համար ոչ թե վտանգի ազդանշան է, այլ գործելու հնարավորություն։ Մենք կարող ենք այս խոսակցության մեջ մտնել որպես վստահելի գործընկեր, առաջարկելով այն, ինչ այսօր Եվրոպային ամենաշատն է պետք՝ կայունություն, կանխատեսելիություն եւ կապող ենթակառուցվածքներ տարածաշրջանում։ Եթե հիմա նախաձեռնող լինենք, մեր օրակարգը կդառնա քննարկման մաս, ոչ թե հավելում։ Մենք կկարողանանք ներգրավել անվտանգության համագործակցություն, ներդրումներ ու տեխնոլոգիական աջակցություն մեր պաշտպանունակությունն ու պետության դիմադրողունակությունը ուժեղացնելու համար։ Հայաստանի տեղը այստեղ կարող է լինել ոչ միայն որպես ճանապարհ, այլ որպես հանգույց քաղաքական վստահության, տնտեսական կապերի եւ անվտանգության շահերի միավորման կետ։ Այս պահը պետք է օգտագործել հստակ քայլերով, արագացրած օրակարգ, հստակ առաջարկներ եւ գործընկերների հետ ակտիվ աշխատանք, որպեսզի վաղվա քարտեզում Հայաստանը լինի նախաձեռնող դերակատար, ոչ թե պարզապես նշված տարածք։